45 նոր տրոլեյբուսից 30-ը քաղաքապետարանը այս տարի չի կարողանա ձեռք բերել, ասուլիսին հայտարարեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը, նշեց պատճառը Երևանում տրանսպորտի ուղևորցի բարձրացման դեմ ակցիաներն ու դրա հետևանքով թերհավաքագրումներն են։ 5 ամիսների ընթացքում փաստացի Երևանի քաղաքապետարանի կողմից, այսինքն Երևանի ավտոբուս ՓԲ, մետրոպոլիտեն, նաև էլեկտրական ավտոբուս ՓԲ-ների կողմից ընդհանուր հաշվով, ուրեմն հավաքագրվել է շուրջ 6 միլիարդ 30 միլիոն դրամ։ Նման տեմպերով եթե շարունակվի հավաքագրումները, չի բացառվում, որ այդ 15 տրոլեյբուսն է Երևանի քաղաքապետարանը չկարողանա ձեռք բերի։ Կոստանյանի խոսքով տրանսպորտի ուղևորցը չվճարողների համար տուգանք սահմանելու հարցը քաղաքապետարանի համար օրակարգային է, սակայն որոշման ընդունումն ազգային ժողովի տիրույթում է։ Հիմա մենք ունենք մի պատկեր, երբ որ այն մարդիկ անգամ, ովքեր որ պատշաճ վճարում էին, տեսնելով որ չկա համապատասխան հսկողություն, իրավիճակից օգտվում են եւ կատեգորիկ չեն վճարում, էլի, իսկ այդ չվճարումները բերել է, այսպես ասած, բյուջեի տեսանկյունից որոշակի խնդիրների եւ Երևանի քաղաքապետարանը չի պատրաստվում, էլի, այլ ոլորտից, պայմանական հանրակրթության ոլորտից գումար պայմանական կտրի եւ ներդնի հասարակական տրանսպորտի մեջ։ Վարչական դատարանը անվավեր էր ճանաչել կարմիր գծերի համար սահմանված տեղական վճարին վերաբերող հավաքանու որոշման մի շարք դրույթներ։ Հարցին անդրադառնալով Կոստանյանը ասաց, քաղաքապետարանը կբողոքարկի որոշումը։ Նրա խոսքով կարմիր գծերի վճարի բարձրացումը ուներ թե կենտրոնի բեռնաթափման, թե առհասարակ հասարակական տրանսպորտի ոլորտում մի շարք փոփոխությունների իրականացման նպատակ։ Առաջիկայում, երբ որ արդեն ավտոբուսների համար առանձնացված գծերի քանակը ել ավելի կշատանա, մենք այդ փուլից սկսած արդեն կարծում եմ շատերս կհամոզվենք, թե ինչի համար էր դա արված։ Վերջին 1 տարում քաղաքապետարանում աշխատակիցների ձերբակալությունների մասով քաղաքային իշխանությունը որոշ անհանգստություն ունի, տեղեկացրեց Կոստանյանը։ Միաժամանակ նշեց, ցանկացած կոռուպցիոն դրսևորում իր արժանի պատասխանը պետք է ունենա եւ կապ չունի, թե դա որ պաշտոնյայի կողմից է արվում։ Բոլորի ամեղության կանխավարկածը հաշվի առնելով, մի դեպքում մարդը կալանավորվում է ինչ որ մի միջնորդություն ենթադրյալ իրականացնելու համար, մյուս պաշտոնյան ձերբակալվում է նման միջնորդությունը մերժելու համար։ Դրա համար մեզ համար կան օրինակի համար այդ տեսանկյունից խնդրահարույց իրավիճակներ։ Կոստանյանը ընդգծեց, կան նաև ձերբակալությունների այնպիսի դեպքեր, որոնց հետ Երևանի քաղաքապետարանը համակարծիք է։ Խոսելով շինբարեկարգման աշխատանքներից Կոստանյանը հայտնեց, քաղաքապետարանը 2025 թվականի ընթացքում էներգոարդյունավետության ծրագրով իրականացնելու է 36 մանկապարտեզի վերազինման աշխատանք, 7 մանկապարտեզ կվերակառուցվի։ Մենք այս պահին ունենք արդեն թվով 7 մանկապարտեզներ, որոնք գտնվում են շինարարության փուլում, եւս 3 ամբողջությամբ նոր մանկապարտեզ ենք կառուցելու, մեկը գտնվում է Նոր Խարբերդում, մյուսը Կորեայի ձորում, երրորդը Ծարավ աղբյուրում։ Այս պահին Երևանում 3 մանկապարտեզի շինարարություն դադարեցված է, կան քրեական գործեր։ Դրանք 137, 147 եւ 109 մանկապարտեզներն են, որոնք տարբեր իրապամարմինների կողմից են։ Մեկ կառույց մենակ չէ, 3 մանկապարտեզների մասով քրեական գործեր կազմել եւ կա մեկ մանկապարտեզ, որի մասին խնդիրները Երևանի քաղաքապետարանը ֆիքսել է։ Երևանի քաղաքապետարանը 2025 թվականին նաև կշարունակի վերելակների փոխարինման ծրագիրը, կտեղադրվի 400 նոր վերելակ։ Արդյունքում 2019-ից մինչև 2025 թվականի տարեվերջ կփոխարինվի ընդհանուր 2456 վերելակ, փոխարինման ենթակա կմնա 1782-ը։ Քրիստինե Թորոսյան, Էդգար Դավթյան, լուրեր։